Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում, որը հայտնի է որպես յուղերի խաչմերուկ, կոյուղագծերի վթարի հետևանքով փողոցներն ու մայթերը ողողվել են կեղտաջրերով։ Այս մասին ահազանգել է Մայր Հայաստան կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը։ Նրա խոսքով կոյուղաջրերը լցվել են փողոց, իսկ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներից որևէ մեկը դեպքի վայրում ներկա չէ։ Այնինչ կոյուղագծերի սպասարկման համար 327 միլիոն դրամ է հատկացվում։ Արդյունքում բնակիչները ստիպված են կեղտաջրերի միջով տեղաշարժվել։ Կոյուղագիծը պայթել է և դուրս է տալիս ամբողջ կոյուղու պարունակությունը, հեղեղել է, ողողել է մայթերը, մինչդեռ 387 միլիոն դրամ է դուրս գրված նմանատիպ հրատապ խնդիրների հրատապ կարգով լուծման համար։ Այստեղ տեսեք, սա այս ինչը որ դուք հիմա տեսնում եք, սա կոյուղաջուրն է, բարև ձեզ, որը հեղեղել է ողջ փողոցը։ Սոնա Աղեկյանը նշել է, որ չնայած ՔՊ-ն 2018-ից ի վեր ուներ միահեծան իշխանություն Երևանում, սակայն որևէ խնդիր չի լուծվել, իսկ կոյուղագծի վթարը քաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի հերթական հետևանքն է։